Հրազդան հրստատեսության եթերում լուրերի լատվականն է, բարև ձեզ։ Հրազդան քաղաքում թափառող շների սպանդ է կազմակերպվում։ Կենդանիների պաշտպանության կենտրոնից պնդում են, որ այդ արվում է անօրինաբար։ Մեր թողարկումների ընթացքում անդրադարձել էին կենտրոն թաղամասում տեղի ունեցած դեպքին, երբ թափառող շներն հարձակում էին գործել 13 տարեկան աղջկա վրա։ Թափառող շների հարցը պարզաբանելու համար եղանք Հրազդանի բնակ շահագործման վարչության պետի Շոթա Խաչատրյանի մոտ։ Վերջինս նշեց այն միջոցները, որոնք ձեռնարկվում են պայքարի նպատակով։ Կազմակերպել է միջոցառումներ, պայմանագիր են կնքել որսորդ միության հետ, եւ կատարվել է իրականացվել է միջոցառումները։ Ի պատասխան ձեռնարկած միջոցների բնակիչների կողմից հնչեցին բազմաթիվ ահազանգեր։ Նրանք բողոքում էին, որ օրը ցերեկով երեխաների աչքի առջև իրականացվում է շների սպանդ, ինչը օրենքով անթույլատրելի է եւ հոգեբանորեն ճնշող։ Իմ աչքով ականատես եմ եղել օրը ցերեկով ժամը 10-ի սահմաններում, այսինքն օրը ցերեկով ժամ չունեն, ասենք թե կատարվում է շների ոչնչացումը անօրինական ձևով, դաժե այնքան անօրինական, որ անտեսում են անցորդներին, երեխաներին, հրազեն օգտագործելով շուն են կրակում մարդկանց աչքի դեմը։ Անգամ որսորդների իրավունք չունեն, այդ բնակելի տարածությունից 5 կիլոմետր հեռավորության վրա նրանք պետք է հրազեն օգտագործեն, որ օրենքով այդ սահմանված, որ այդ քայլերը իրանք անում են, այդ ոչնչացում այդ շների, ընդհանրապես շների ոչնչացումը նման ձևով սպանդը անօրինական է։ Անգամ երեխաները, ես հենց ինքս երեխաներ ասում տեսել ենք, ասում տոտա ջան, արունդ շունը վիրավորված, ոնց էր մեր աչքի դեմով փախնում։ Հենց կենտրոն թաղամասի շենքերի մոտակայքում եմ ես խոսել։ Կամ ամեն ասենք թե թեկուս ներքին կարգով որ կատարվում է շների նման սպանդը, ոչնչացումը։ Այդ իրանց այդ վիրավորված վնգստոցը ին վրա շատ է աստում։ Ես այնքան հոգեկան ապրումներ եմ տանում, այնքան դեպրեսիայի մեջ եմ ընկնում, որ այդ ձայնը ին վրա շատ է աստում։ Շունը ընդհանրապես իհարկե նա բացող ասպետի չլի, բայց ամեն դեպքում շանը վնասազերծելու ձևեր կան։ Դա անօրինական ձևերով չի բանալված։ Փաստված, որ ինչ որ ասենք, այս շանը անպայման պետք է կրակեն, մարդու վրա տալը։ Դա ձևակերպված գործ չի։ Պետք է անպայման շանը ապահով տանեն հանձնման կետեր կա։ Կետերում հանձեն։ Հրազդանի որսորդ միության նախագահ Մերուժան Եդիգարյանը ստեղծված իրավիճակի համար իր բացատրությունը տվեց։ Որսորդ միությունը պայմանագիր ունի կնքած քաղաքապետարանի հետ շները ոչնչացնել կապակցությամբ։ Մոտավորապես հունվար ամսից մինչև այժմ մի 180 շուն արդեն ոչնչացվել է, իսկ էֆեկտը սա է։ Ժողովուրդը շները իրանց բակերում են փոքր ժամանակվանից պահում են, սիրում են, թե նրանց երեխաները, թե իրենք, հենց ուտելիքը արդեն շատանորդի շատ կերտան շանը հանում են իրանց բակերից գցում փողոցները։ Համարյա շների շատ դիները վնաս տալ ժողովրդին, հենց բնակիչների մեղավորությունն է դա։ Որսորդ միության նախագահան նշեց նաև ձեռնարկված միջոցները ցանկալի արդյունք չեն տալիս, բայց երբ հրահանգը քաղաքապետարանից է, որն էլ համատիրությունների կառավարիչների բողոքների հիման վրա է, բնակչությանը չօգնել չեն կարող։ Եթե ցանցերով արդեն լինի բռնել, դա արդեն ուրիշ կազմակերպություն պետք է, որ որսորդ միությունը դրանից կապ չսա ուղղակի որսորդ միությունը ընդառաջելով քաղաքապետի հրահանգին է շները, որ երեխաներ վրա են տալիս, դրա համար այդ գործը մենք ստիպված անում ենք։ Մեզ հարիր աշխատանք չի դա, որսորդ միությունը ընդհանրապես գործ չունի։ Այդ բանից մենք պետք է չզբաղվենք, բայց հանուն մեր երեխաների, բնակիչների այդ գործը կազմակերպված անում ենք։ Կենտրոն 3 համատիրության նախագահ Աշոտ Հովհաննիսյանն էլ մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ այս տարի բնակիչների կողմից թափառող շների հետ կապված բողոք չի եղել։ Ուստի քաղաքապետարան ինքը ոչ մի դիմում էլ չի ներկայացրել։ Բողոքներ չի եղել իմ մոտ։ Բնակիչները չեն բողոքել։ Շների ընդհանրապես այս տարի անցած տարի դաժե բանից ձմեռն էլ բողոք չի եղել։ Ստացվում է, որ բնակիչներն համատիրությանը չեն բողոքում, այլ հազանգում են միայն մեզ։ Հասկանալու համար, թե շների սպանդը որքանով է օրենքի սահմաններում հեռախոսակապ հաստատեցին կենդանիների պաշտպանության բարեգործական ընկերության տնօրեն Նունե Պողոսյանի հետ։ Վերջինիս հետ ունեցած հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ քաղաքապետարանի քայլը միանգամայն անօրինական է եւ դուրս է քաղաքապետարանների շահած մրցույթների կանոններից։ Սա պարզապես քայլ է, որն ավելի էժան ու հեշտ է իրագործվում։ Մինչդեռ իրենք կենդանիների պաշտպանության կենտրոնը ձեռնամուխ է եղել նոր քայլի, դիմել են դատական միջնորդությամբ։ Իրանք օրենքով չպետք է դա անեն, վնասազերծեն, իրենք պետք է բակեր վերադարձնեն ստերիլիզացիոնից հետո, եթե իրենք դա
նորմալ պատշաճ ձևով կատարեն, հաստատ մեր կազմակերպությունը չել բացվի։ Այսինքն իրենք վերջացնելու եւ վերադարձնելու պատասխանելու փոխարեն իրենք բոլորին գնդակահարում են։ Իրենց շահած մրցույթը ասում է ստերիլիզացում եւ հետ վերադարձնում եւ նույն բնակավայր, իսկ իրենք ոչնչացնում են։ Իրենք անընդհատ հերքում են, մենք դատախազություններ կայացրել ենք մեր բողոքտիմումները, որտեղ կան բոլոր թասերը, թե ձայնագրված, թե տեսանյութով այդ ամբողջ արված, հիմա գործը քննվում է, անկեղծ ասած, իրենք անոնց մեջ մերժում են, քաղաքապետարանը հերքում է, որովհետև դա իրենց տենդերից, ուրեմն տենդերի խախտում է։ Փաստորեն հայտարարված մրցույթների արդյունքներում, ըստ որի որոշ համայնքներ ստացել էին լիազորություններ հարցը լուծել ինքնուրույն, մեր քաղաքապետարանը ևս ստացել էր համապատասխան լիազորություն։ Ըստ այդ մրցույթի հարցը պետք է լուծվեր ոչ թե կենդանիներին ոչնչացնելով, այլ քաղաքակիրթ ճանապարհով, տեղափոխել նրանց համապատասխան վայր։ Թե ինչ լուծումներ կստանա քաղաքապետարանի կողմից արդեն հույժ կարևոր այս խնդիրը, կանդրադառնանք առաջիկա մեր թողարկումների ընթացքում։ Շարունակում ենք թողարկումը։ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում ապրողները պնդում են, որ պատերազմը մինչև այսօր իրենց մոտ դեռևս չի ավարտվել։ Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ լարվածություն առ այսօր էլ կա։ Ասում է, թշնամին ավելի ագրեսիվ է դառնում, հատկապես գարնանը, երբ մարդիկ հող են մշակում։ Չինարին սեպի նման խրված է Ադրբեջանի մեջ, եւ ի դժբախտություն ադրբեջանական կողմում կան հենակետեր, որոնք իշխում են գյուղի տների վրա։ Ամենամոտ տունը, որ գտնում է հենակետից մոտորապես 700 մետր հեռավորության եւ ցանկացած գյուղամրագրշի տունն էլ տեսանելի է, ցանկացած դեպքում վտանգը կա, բայց այստեղ կա նաեւ մի լավ գործոն, որ գյուղի տարածքը այնպեսին է, որ տները գտնվում են մեջքով դեպի հենակետերը, բավականին ասենք պաշտպանական առումով շատ լավ, որ պատոհաններից բանից անմիջապես բնակարաններ մտնելը շատ դժվար է։ Մեր կյանքը 50-50 է, ասում է Սաղոյանը, քայլում ես փողոցով, բայց չգիտես տեղ կհասնես թե ոչ։ Դուրս եկար, հավանականություն կա, որ ասենք կարող փողոցով քայլելուց պատահական սպանել։ Բայց ինչ արած։ Եթե ինչ-որ մարդկային խումբ պետք է այստեղ ապրեր, դա մենք ենք։ Մենք կարողանում ենք ապրել։ Սամվել Սաղոյանը ցույց է տալիս իր աշխատասենյակի պատերը, որոնք դեռ 1992 թվականին վնասվել են թշնամու կողմից, եւ նշում, որ գյուղում յուրաքանչյուր երրորդ տունը վնասված է թշնամու կողմից արձակված գնդակներից։ Նախորդ տարվա հունիսին տեղի ունեցած դիվերսիայից հետո հերթական խոշոր դեպքը մոտ 2 շաբաթ առաջ էր, երբ հակառակորդի դիպուկահարի կողմից վնասվել էր գյուղի գազատարը, նաեւ գյուղի բնակիչներից մեկի մեքենան։ Բարեբախտաբար մեքենայում գտնվող 2 անչափահաս երեխաներին ոչինչ չէր պատահել։ Այն վայրը, որտեղ գտնվել են այդ պահին, ինչպես մեզ փոխանցեց գյուղի բնակիչ Կարո Միրզոյանը, Ադրբեջանի սահմանին ամենամոտ գտնվող տունն է եղել։ 2 րոպե չանցած սկսեցին կրակոցները, երեխեքը բայց ներսում էին։ Մենք էլ արդեն ավտոյից իջանք, հենց մտանք չհասած վարոտի մոտ, մի հատ խփեցին ավտոյի մոտ, երեխեքը ավտոյում, երկրորդը որ արդեն որ սկսվեց կրակոց, երեխեքին ասեց դուրս եկեք, հլաներին դուրս չեկած արդեն խփեց ավտոյին, մտանք ներս մի հատ վարոտի խփեցին, բայց բոլոր դեպքերում կարևոր որ երեխաներին ասենք մարդկային ոչ մի բան չի եղել։ Մեքենայի վնասը ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցում։ Գյուղի բնակիչն ասում է, մարզպետն է խոստացել օգնել, չնայած հույսով սպասում են, բայց դեռևս ոչ ոք նրանց օգնության ձեռք չի մեկնել։ Որպես սահմանամերձ գյուղ, էլի որ ինձ ասենք այդքան էլ բան չի, էլի որ ինչ-որ մի բան կարային օգնել, բայց քանի որ խոստացել են, հլավորը սպասում են, էլի ես իմ դեմ միգուցե օգնեն էլի որ չեմ կարող ասեմ, բայց որպես սահմանամերձ գյուղ ինչ-որ մի ձև ինձ թվում է թե կօգնեն էլի։ Կրակոցների պահին մեքենայի մեջ գտնված երեխաները Գոռը եւ Նորվարդը Ազատություն ռադիոկայանին պատմեցին, որ առաջին անգամն էր, որ շատ էին վախեցել։ 14-ամյա Նորվարդը պատմում է, որ կրակոցների ժամանակ եթե գտնվում են դպրոցում, թաքնվում են նկուղներում։ Մեր տեսանը հենց դիմացա կրակոցին, հենց որ մի քանի անգամ լսում ենք ծաղնապահ հայտարարվում եւ երեխաներին նկուղային հարկերում դահլիճում դենց մի քանի անգամ գնացել ենք ու դենց մինչև կրակոցը ավարտվել արդեն նորից դասերին ենք անցել։ Նորվարդը մեզ պատմեց, որ ուզում է սովորել, աշխատել, ասում է չի կարող գյուղում մնալ, քանի որ չկա աշխատանք, չկան ժամանցի վայրեր, բացի այդ վտանգավոր է։ Երբ որ կրակում էին,
հայտարարվեց, որ իբր թե գյուղից տարհանում են ժողովրդին, դենց ամենքը իրանց երեխաները գյուղից դուրս էին գալի, ես մոտավորապես կլինեի 11-12 տարեկան, դենց ուղախում էինք այդ ժամանակ, փոքր էինք քիչ, դենց տպավորվել այն մեջ այդ ամեն ինչը։ Իսկ 73-ամյա Նորա տատիկը, ով ծնվել եւ մշտապես ապրել է Չինարիում, պատմում է, որ երբ Մովսեսում կրակում են, իրենք էլ են վախենում։ Դու ցամաք հացուդեն թակրակոչի ցավը, մի բան էլ ուզում չեմ, խաղաղություն եք մանակ։ Այդքան ուրիշ բան չեմ ուզում, երեխեքը դպրոցից միջև գալիս են կրակոցա։ Ասում եմ դու մտեք, ում տուն ուզում ալինի հարևանի տուն մտեք, ճամփեն եթե կրակոցա լինում։ Ինչ ասեմ, խաղաղություն եմ ուզում մանակ աշխարհի։ Ժամանակին կով են պահել, բայց հետո ծախել են, քանի որ վտանգավոր էր։ Ասում է, մինչև խաղաղություն չլինի, էլ կով չենք պահի։ Այսօր նա միայն մի քանի հավ է պահում։ Նորա տատիկի խոսքով Չինարին ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղ է։ Ասեմ, երբ մենք սահմանապահ ենք, մեր գյուղը, եթե գյուղի ժողովուրդը զաթո ջահիները չկար, դրի Մոսկվա, Կրասնոդար, եթե հիմի այս գյուղը մարդ չմնա, Ադրբեջանցիք միջև սևանք կնան, չորաթանք կան, դրանք կասկած չկա։ Գյուղապետի խոսքով բոլոր չինարեցիները փոքրից մինչև մեծ գիտեն, թե հակառակորդի կողմից արձակվածը ինչ գնդակ է եւ ինչպես պետք է պաշտպանվել։ Գյուղում շրջելիս նկատեցինք, որ կան տներ, որոնք դատարկ են։ Գյուղացիները մեզ փոխանցեցին, որ այդ տների տերերը հեռացել են Հայաստանից։ Երեկ Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթյան 25-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը հայերի ու ադրբեջանցիների միջև ծեսկրտուք է տեղի ունեցել։ Միջոցառման ներկա մի քանի ադրբեջանցիներ հրաժարվել են հոտնկայս 1 րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը։ Նրանք ըստ ադրբեջանական ապագործակալության ադրբեջանցի ուսանողներ էին, ովքեր որոշել էին գալու պատմել, թե իրականում ինչ է եղել 1988 թվականին։ Երբ Ֆրանսիայի հայդատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը մոտեցել է նրանց իմանալու, թե ինչն է նման պահվածքի պատճառը, ադրբեջանցիներից մեկը բռունցքներով հարվածել է նրան։ Ծեսկրտուքի միջամտել են հայերը։ Կատարվածից քիչ անց Ֆրանսիայի ազգային ժողովի տարածքում է հայտնվել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեևը։ Վերջինս դատապարտել է միջադեպը, համաձայն ԱՊԱ-ի տեղեկությունների ադրբեջանցիների վիճակը գնահատվում է ծանր։ Սումգայիթյան ողբերգությունից մազապուրծ եղած հայը իր հետ բերել է միայն անձնագիր։ Մանրամասները տեսանյութում։ Սերգեյ Նավասարդովը Ադրբեջանից Հայաստան է բերել միայն իր անձնագիրը։ Նա Ադրբեջանի մայրաքաղաքում թողել է իր երկհարկանի տունն ու ունեցվածքը։ Բոլորը մնացավ цветной телевизор, գույնավոր։ Մի հատ զիլ холодильник, մի հատ Ուկրաինա холодильник մնաց։ Даже права շոֆերը права մնաց, ящиком письменный столе մնաց։ 81-ամյա Սերգեյ Պապը շատ լավ հիշում է, թե Ադրբեջանում ինչպես սկսվեցին բռնությունները հայերի հանդեպ։ Հեյդար Ալիևը սկզբում փակեց հայկական դպրոցները։ Հետո սկսվեցին ջարդերը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում։ Ալիևը ասում է, «Давай ասում է, հայերեն վեր բերեցրեց, որ մեր թուրքերը բենան»։ Սերգեյ Պապն ադրբեջանցիներին անվանում է թուրքեր։ Հայերի վրա միայնակ չէին հարձակվում։ Հավաքվում էին ամենակիչը 6-7 հոգով եւ սկսում էին ծեծել կամ սպանել հայերին։ Իր առանձնատուն էլ էին եկել խմբով։ Թուրքերը մտավ 30 հոգի, լավ ախպեր ասում է, ինչ արկավոր հակի շորեր։ ու давай, տունը մերն է, всё։ Ծերունու ավակ քույրը Տիկին Եվգենյան, ով Բաքվից ամուսնու հետ Հայաստան է տեղափոխվել դեռևս 50-ական թվականներին, սարսափով է հիշում, թե ջարդերի օրերին ինչպես դիմավորեց եղբորը։ Поезд был весь разрушенный, люди все побитые были в синяках. И смотрю, наш Сергей вышел. Наконец, Ветцор, эту мы Кайран Галиса, Сережечка, Сережечка. Հայաստանում Սերգեյ Նավասարդովը չկարողացավ վերականգնել Բաքվի իր ունեցվածքի նույնիսկ մի մասը։ Քույր ու եղբայր այսօր ապրում են Անօթևանների կացարանում։ Սերգեյ Պապն ասում է, իրեն այստեղ այնքան են հարգում եւ սիրում, որ թույլ չեն տալիս տեղափոխվել ծերերի տուն ինտերնատ։ Տիկին Եվգենյանն էլ արդեն 10 տարի պայքարում է վերադարձնելու համար բնակարանը, որը կորցրել է ընտանեկան վեճի արդյունքում։ Ասում է, եթե հաջողվի վերադարձնել բնակարանը, եղբորն էլ հետը կտանի։ Թե որ տանեմ, իրան էլ պետք է տանեմ ու չեմ թողել ուստա։ Իսկ
վերջում եղանակի մասին։ Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ։ Հայաստանի հանրապետության տարածքում փետրվարի 27-ի 28-ի գիշերը մարտի 3-ին սպասվում են առանց ձեղումների եղանակ։ 28-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, մարտի 1-ի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 7 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-ից 3-ը կբարձրանա 2-ից 3 աստիճանով, արևելյան շրջաններում 8-ից 10 աստիճանով։ Հրազդանում փետրվարի 28-ի գիշերը մարտի 3-ին սպասվում են առանց ձեղումների եղանակ։ 28-ի օրվա երկրորդ կեսին, մարտի 1-ի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Այսքանն էր այսօրվա լրահոսը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մեկ անգամ եւս հիշեցնելով մեր կայքեջի հասցեն 3w.azantv.am։ Մեր լրահավաքերախ սահմանն է 0223 202 92 ցտեսություն։